Կովկաս հյուրանոցային համալիր։ Լիարժեք հանգիստը երաշխավորված է։ Հեռախոս 060 50 11 77։ Բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել եւ քննարկել են մի շարք ընթացիկ հարցեր։ Արմեն Սարգսյանը նշել է, որ շատ կարեւոր է հաջորդ տարի ունենալ նշանակալի հաջողություններ եւ որ հաջորդ տարին 2020 թվականը շատ էական տարի է լինելու։ 2020 թվականի էականության եւ նշանակության մասին կզրուցենք քաղաքագետ Սարո Սարոյանի եւ Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ կարեւոր է ինի բերել հաջողությունները եւ հաջորդ տարի նշանակալի եւ էական ձեռքբերումներ ունենալ հանդիպման ասել է նախագահ, նշելով, որ պետք է նաեւ դիտարկել սխալներ ու եզրակացություններ անել։ Նրա խոսքով հաջորդ տարին լինելու է էական տարի։ Դա հետաքրքիր միակնարկ է թե գնահատական, թե Արմեն Սարգսյանը չի բարձրաձայնել եւ չի հայտարարել, թե ինչու է կայանում 2020-ի էականությունը։ Ձեր դիտարկումները խնդրեմ։ Իմ կարծիքով արդեն իսկ ուրվագծվում է, որ հայտարարվել է, որ մյուս տարի սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի եւ իմ կարծիքով այստեղ է հիմնական առանցքը կայանալու, որովհետեւ մենք տեսնում ենք հեղափոխությունից հետո համակարգային փոփոխությունների առումով այնքան էլ հաջողված ուրեմն գործընթացներ չեն կատարվում երկրում, կան շատ խնդիրներ, որոնք չեն լուծվում եւ չեն լուծվում, որովհետեւ հարցը հիմքից չի դրվում։ Եվ իմ կարծիքով էական տարի միայն է այդ տեսանկյունից կարելի է դիտարկել, որ սահմանադրական բարեփոխումների ժամանակ արդեն դիսկուրսը կծավալվի իրական արժեքների շուրջ եւ քաղաքական խմբերը, քաղաքական միավորները կփորձեն եւ ոչ միայն, նաեւ մեր հանրությունը լայն առումով կփորձի ուրեմն որպես հանրային դաշինք սահմանադրությունը ուրեմն բերել է դաշինքին իրենց ամեն մեկը իրենց պատկերացումները թե ինչպեսի երկիր է պետք կառուցել, որովհետև մենք ինչ որ հիմա ունենք դա ուրեմն Սերժ Սարգսյանի սահմանադրության շնորհիվ է, որը բացարձակ չի համապատասխանում այն արժեքներին, այն ուրեմն նպատակներին, որոնք հեղափոխությունը դրել էր 2018 թվականին։ Մենք ըստ էության 2019 անպտուղ այդ առումով անպտուղ տարի ունեցանք եւ պատղաբեր լինելու համար պետք է հիմքից ամեն ինչ սկսվի կառուցվել։ Խնդրեմ պարոն Մարտիրոսյան, ես բացի քաղաքացի լինելուց գործարար եմ եւ ամեն օր գործ եմ անում ու ինչ խոստանում եմ արդեն 27 տարի, մի ինչ-որ ժամկետ հետո, երբ որ խոստացել եմ, անում եմ։ Ու այդպես էլ պահանջում եմ։ Այդ տեքստում մենակ պետք են էր։ Այդ մնացած արդեն կարևոր չէ, պետք է, այսինքն չեն կարել։ Հիմա առհասարակ որ երկու ձեռնարկություն ունենում են վեճ կամ ձեռնարկությունը պետության հետ ունենում է վեճ, նա պահանջում է կամ այն մյուս կողմը թեկուզ պահանջում է նաև բաց թողնված շահույթը փոխհատուցել։ Հիմա այս հեղափոխությունը ունի բաց թողնված շահույթ։ Մենք ուզում ենք, եթե անգամ փոխհատուցում չեք կարող տալ, ապա գոնե բացատրեք ինչի սենց եղավ։ Ինչի մեր սահմանադրական դատարանը շարունակում են լինել ճգնաժամի մեջ։ Ինչի է մեր ազգային ժողովի վիճակը այն ինչ որ կա, ինչի մենք ունենք այնքան բաց թողումներ տարբեր բաներում։ Ու այն սկզբնական փուլը, որ մենք այդ բլթոցների փուլ ասենք, հա, որ այսպես թե այնպես ոչ փորձառու մարդիկ եկել էին նոր ասպարեզ ու իրենց համար դժվար էր այդտեղ ավելի զուսպ լինել, ավելի կատարյալ լինել, քան իրանք այդ դրսևորեցին իրենց։ Այդ հասկանալի էր, բա հիմա մեր հարցերը չի լուծվել։ Ես ուզում եմ իմ պետության ղեկավարները մեր բաց թողնված ժամանակի համար հեղափոխականներիս հաշվետվություն տան։ Ինչի է
գործողության արագացումը վերացել, իսկ արագությունը գնալով դանդաղում։ Այս այն կառույցը, որը որ պետքա լիներ մեր հեղափոխության շարժիչը, ինչի է վերափոխվել արգելակի։ Ոնց եղավ, որ սենց եղավ։ Ուզում եմ լսել, չեմ լսել դեռ, առհասարակ դիսկուրս չկա սրա մասին։ Խնդիրը նաև նրանում է, որ մենք ունենք քաղաքական դաշտի դեռևս չկայացվածություն եւ այս առումով կարելի է դիտարկել էականության համատեքստում տարին կարևորություն նշանակության նրանով, որ գործնականում լինելու է հեղափոխության հասարակածը, այն իմաստով, որ դրանից հետո Հայաստանը ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտնելու է արդեն նախընտրական փուլ, որովհետեւ ինչպես գիտենք, նախընտրական փուլը չի սկսվում հենց այդ նույն օրը, պետք է նախապես աշխատանք տանել։ Եվ բնական է, որ վարչապետի վարկանիշը չի կարող հավերժ բարձր լինել եւ դա նորմալ էլ չէր լինի, սակայն մյուս կողմից հավասարակշռվածությունը խախտված կլինի, եթե վարկանիշը իջնի եւ մեկ անձով պայմանավորված վարկանիշը իջնի, իսկ քաղաքական դաշտը դեռևս կայունացած չէ։ Գուցե սա է նկատի ունեցել նախագահը նշելով, որ տարինեական է լինելու այս առումով։ Գուցե ես ենթադրությունների դաշտ ենք մենք, եթե մենք փորձենք այդ ձեր հարցադրումը այտենց պատասխանել, միգուցե այդպիսի բան կա, բայց եկեք հիմա նաև ընդունենք, որ որպես քաղաքական գործիչներ ինչ որ լավ տեսլականներ, լավ նպատակներ ցուցանելու խնդիր ունեն եւ այդտեղ պետք չի շատ առարկայական հասկանալ էական տարի է լինելու եւ այլն։ Ամեն դեպքում գործընթացները այնպես են, որ ես միայն կարող եմ հաջորդ տարվա համար էական ձեռքբերում համարել, եթե իսկապես համանդրական փոփոխությունների գործընթացը սկսվի եւ քաղաքական միավորները սկսեն քննարկել եւ քաղաքական դաշտի առողջացումն էլ միգուցե այդտեղից կգնա, որովհետև այն ինչ որ հիմա կա, դրանք ինչ որ անձեր են քննարկում, ինչ որ անընդհատ հինի ու նորի համատականներ են անցկացում եւ այլն, բայց ինչ ենք մենք ուզում կառուցել, դրա մասին ըստ էության արդեն իսկ չի խոսվում։ Այս տարի շատ քիչ է խոսվել ընդհանրապես։ Եվ քաղաքական դաշտի առողջացումը նաեւ պետք է հասկանանք, որ քաղաքական միավորների ով լինելուց է գալիս եւ ինչ ուրեմն ինչ գաղափարական հենքի ուրեմն առաջ մղման միջոցով այդ իզմերի հետ կապված, որ հանրությունն էլ ըստ էության կարողանա արդեն նոր հարցեր ներկայացնել միավորներին եւ ոչ թե քննարկի, ասենք թե այդ նախկինների հետ կապված այդ ծանրաբեռնվածությունը, որը ապականում է այս դաշտը։ Մենք քաղաքական դաշտի ապականում գոյություն ունի հիմա, ասենք դա արդեն տարի ու կես երևի շարունակվում է, ոչ միտեղ չի բերել, այս երկրին ոչ մի լավ օգուտ չի բերել, ինչ որ դա ասենք դատավարության ընթացքն են առաջի բանը երկրորդ նախագահի դատավարության ընթացքն են քննարկում ժողովուրդը, չգիտեմ, երրորդ նախագահի հետ կապված ձերբակալման կամ չձերբակալման եւ այլն, բայց իրականում ինչ է կառուցվում այս երկրում, դրա մասին քննարկում չկա, ժողովուրդը ըստ էության լրիվ բարձի թողի վիճակում, այսինքն ոչ այն քաղաքական իրական process-ների մասին է խոսում, ինչ որքան որ ասենք ոչ միտեղ տանող ճանապարհի մասին։ Հիմա ենթադրում եմ, որ գուցե մյուս տարի իսկապես արդեն սկսեն քաղաքական միավորները ներկայացնել իրենց տեսլականները եւ այդտեղ նաեւ թե ինչպիսի պետություն ենք մենք ուզում կառուցել, արդյոք մենք սահմանադրության անփոփոխ հոդվածներով ամրագրված իրավական, ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական պետության ուրեմն կառուցման այդ ճանապարհը հիմա ունենք, որքանով ենք հետ ընկել, որքանով չի արվում եւ ընդհանրապես այս հարցերի պատասխանները պետք է տրվեն մյուս տարի երևի թե։ Հարցերը շատ են, պատասխանների ժամանակը տրվելու անցնում է եւ գլխավոր հարցերից մեկը նաեւ սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամը, ազգային ժողովը հերթական անգամ փորձ արեց լուծելու այն, վաղաժամ կենսաթոշակի ուղարկելով դատավորին առաջարկով։ Համենայնդեպս այս նախագիծը, այս մարդասիրական միջանցք տրամադրելու դատավորներին սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար ինչպիսի նշանակություն եւ արդյոք նրանք կհամաձայնեն այս տարբերակին եւ եթե չհամաձայնեն, ապա սա ինչպես կորակվի հերթական անգամ։ Բալիկ ունենալու համար որոշ գործողություններ պետք է անի զույգը, բայց երբ որ իրանք այդ գործողության փոխարեն ինչ որ բառեր են ասում, սկսում են իրար ձեռք տալ, մազերը շոյել, չգիտեմ դեմքը եւ այլն, բալիկ չի ծնվում։ Հիմա մեր ազգային ժողովը ՍԴ-ի հետ գոնե այդ հարցը լուծի,
Դրել է Աստված գիտի ինչ է անում, բացի կարևոր գործից։ Դիմում է ՍԴ-ին, ասում է ՍԴ ջան, միգուցե դու հրաժարական տաս, հետո փորձում է առնել ՍԴ-ին, չգիտեմ ինչ անել։ Այդ ձևով հարց չեն լուծում։ Եթե ուզում ես բալիկ ծնվի, կոնկրետ գործողությունների հերթականություններ կան։ Ու պետք չի շեղվել այդ ամեն ինչից։ Ինչ որ վերաբերում էր Արմեն Սարգսյանի տեսլականին, կարելի է դրա մասին խոսել, եթե Արմեն Սարգսյանը գիտի, որ ինքը վաղը թողնելով մի կողմ իր սահմանադրական պարտավորությունները սկսելու է նախաձեռնելու է օպոզիցիոն ուժ ստեղծել։ Եթե այդպես է, ապա ես ասում եմ, դա իրավունք չկա եւ այլն, բայց եթե խոսքը դրա մասին է եղել, ես այդպես չէի նայի այդ process-ին։ Ես կնայի մեկ այլ կերպ, որ Հայաստանի հեղափոխականությունը կրող մարդիկ պետք է դուրս գան փողոց կամ չգիտեմ, օրինակ երեկոյան ժամին, հիմա մառախուղար շատ է, ու ամեն մեկը մի կրակայդիչ վառի, ոնց որ մենք այդ անում էինք հրապարակում հավաքված, ու վերևից դրոնով նկարեն, տեսնեն քանի հայաստանցի կա, որ դժգոհ է այն ինչ որ կատարվում է Հայաստանում, բայց տեր է հեղափոխության։ Իշխանության մեջ ներգրավված չի, բայց տեր է հեղափոխության։ Ինձ թվում է, որ այսօր այն ինչ որ ինչի մասին որ խոսում էի, կոնկրետ վերցնեմ ԱԺ, լիքը պաշտոնյաներ եւ այլն, այսօր հասարակության մի մեծ, եթե ոչ ճնշող մեծ զանգված ավելի հեղափոխական է, քան ԱԺ-ն, քան լիքը պաշտոնյաներ։ Անկամ քան Նիկոլ Փաշինյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետական գործառույթները նրան սահմանափակում են այդ աշճանի հեղափոխական լինել։ Ու ես այս մանրամասն գրել եմ Նիկոլից ավելի կաթոլիկ փոքրիկ մի հոդվածի մեջ, որ այսօր հայաստանցիների մեծ մասը ուզում են լինեն այն փոփոխությունները, որոնք որ իրանք ամեն օր սպասում են ու չեն տեսնում։ Բայց այս շատ կարևոր է, որ այս մարդիկ կոնսոլիդացվեն ինչ-որ ձևով։ Ես չեմ ասում դառնան կուսակցություն կամ որևէ ուժ շարժում։ Ուղղակի պարբերաբար, չգիտեմ, 2 ամիսը մեկ երեկոյան ժամը 9-ին դուրս գան ու սկսեն կրակայդիչներով վառել, վերևից էլ դրոնով նկարեն ու ցույց տան ինչքան մարդ կա Հայաստանում, որ դժգոհ է այն process-ներից, որ կատարվում է, բայց տեր է այդ process-ներին։ Տեր է, որ կլինի։ Փաստացի դուք ընդդիմության դերը ստանձնում եք կրակվարիչով հա, բայց ուրիշ բան էլ կա, այստեղ մի կողմից դու նենց ես անում, որ իշխանությունը զգոն լինի ու աշխատի, մյուս կողմից այն մարգինալ ուժերին, որոնք որ շատ եթերաժամեր, շատ մեդիա հնարավորություններ ունենալով փորձում են մնան ասպարեզում, նրանց իրանց տեղը ցույց է տալիս։ Այսպես որ հերո ձեր գործով զբաղվեք, գնացեք դուք քրեական հարցեր ունեք, բան ունեք, գնացեք քննիչների մոտ ձեր հարցերով զբաղվեք։ Թողեք այս ասպարեզը, ինչքան ձայն տվել է ձեր ժողովուրդը, այդ մասով էլ զբաղվեք, մի խանգարեք այս process-ին։ Ընդհանրապես այդ, այսինքն պետության տերը երկու սուբյեկտի, խանգարող սուբյեկտին իր տեղն է ցույց տալիս, իշխանությանը իր տեղն է ցույց տալիս։ Արագ այդ գործերը տարա ու մի ասեք, որ այս տարի բաց թողեցինք, այս ինչ է կամ այն ինչը, կամ չենք ուզում էլ բաց թողեք։ Հիմա ասում եք 2020-ը, լավ, այս տարին էլ ձեզ, բայց 2020-ին ասեք, երբ է սահմանադրական դատարանի ճգնաժամ լուծվելը։ Պարոն Մարտիրոսյանի վարկածով ստացվում է, որ հեղափոխությունը այս պահին պետք է պաշտպանել հենց ինչու՞ չէ, նաև հեղափոխականներից, եւ որքանով է մեր հանրությունը պատրաստ եւ որքանով է կամ այդ հարցը օրակարգային կամ անհրաժեշտություն կա նման։ Կա իհարկե դժգոհություն, այնպես չի, որ մարդիկ, ես էլ շփվում եմ մարդկանց հետ, իհարկե առանձին պաշտոնյաների, ազգային ժողովի ուրեմն գործնեության եւ այլն տարբեր բնակավարներից կա որոշակի դժգոհություն եւ այդ առումով իհարկե ինչ որ մեծամասամբ երևի տեղին է այդ բանը տեղին է, որովհետեւ միջ այդ ուրեմն
ասվում էր, որ դե երիտասարդներ են անփորձ են եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այդ կատեգորիաները, որ կամ այն ցենզերը, որ գոնե պետք է բավարարեին այդ պաշտոնյաները, թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունում, դրանք շատ կարևոր են, դրանք կյանքի փորձի հետ, միգուցե շատ մեծ կյանքի փորձ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս բան անել, բայց այնպես չի, որ 1-2 տարվա ընթացքում կարող ես լիարժեք ուրեմն ինտեգրվել այն պաշտոնին, ինչի որտեղ որ դու նշանակվել ես։ Հիմա դժգոհություններ իհարկե կան։ Ձեր ասած, ասենք հարցադրման մեջ, որ պաշտպանել հեղափոխությունը ուրեմն հեղափոխականներից, միգուցե այնպես բացարձակ իշխանությունը այդ խոսքը կա, բացարձակ իշխանությունը ուրեմն փչացնում է ցանկացած իշխանավորի։ Հիմա մենք տեսնում ենք, որ իմ քայլը դաշինքը ինչ որ առումով բացարձակ իշխանություն ունի Հայաստանում, մեծամասնություն է ազգային ժողովում ուրեմն կառավարությունը ամբողջությամբ ձևավորվել է իր կողմից, հանրության վստահությունը վայելում է եւ այդտեղ շատ զգուշ է պետք լինել, իսկապես արդյոք մենք անընդհատ մեզ պետք է հարց տանք, արդյոք այդ բացարձակ իշխանությունը իրենց ուրեմն ի վնաս իրենց չի աշխատել այս տարուկես ժամանակահատվածում եւ այդ առումով դրա լավագույն լուծումը կարող էր լինել իսկապես ընդդիմության գոյությունը, լուրջ քաղաքական ընդդիմության գոյությունը, որը չկա Հայաստանում։ Դա էլ մյուս ուրեմն բաղադրիչն է, թե ինչու է ներկայումս դժգոհությունների ինչ որ ծավալ գեներացվում կամ ուրեմն բնականորեն ծավալվում։ Ուրեմն թե բացարձակ իշխանությունը մի կողմից, թե ընդդիմության չլինելությունը, չգոյությունը այս վիճակին են բերելու, օբյեկտիվորեն բերելու էին։ Հիմա մյուս տարվա հետ կապված իսկապես եթե գործընթացները այնպես շարժվեն, որ Հայաստանում ծնվի լուրջ ընդդիմություն, հակակշիռ գործող կառավարությանը, կառավարողներին, կառավարող թիմին, այդ ժամանակ կարելի է մտածել, որ ուրեմն զսպող որոշակի ուրեմն համակարգ կա եւ այնպես չի, որ գործող կառավարությունը կարող է թևաթափ լինել եւ ինչ ուզենա այնպես էլ երկիրը զարգացման տանի, այդպես ասած։ Իրական քաղաքագիտական աքսիոմ է, որ բացարձակ իշխանությունը փչացնում է ցանկացած իշխանության եւ առհասարակ հենց առողջ կառուցողական, պետականամետ եւ ինստիտուցիոնալ ընդդիմությունն է հակակշռում, ինչի բացը մենք այսօր ունենք եւ ինչպես նշեցիք, մենք ունենք այսպես ասած ֆորմալ ընդդիմություն, մարգինալների մի հավաքածու, որոնք ինչ որ առումով որոնց ստեղծած աղմուկը փչացնում է նաեւ։ Ես կասեի ֆորմալ ամենալավ իմաստով ֆորմալ բառի ազգային ժողովում ունենք երկու ընդդիմադիր կուսակցություններ։ Խոսքը արտախորհրդարանական ուժերի մասին է, ես ուզում եմ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի ունենք շատ լուսավոր ուժեր ու շատ մութ ուժեր, նենց չի։ Ռոբերտ Քոչարյանը արտանամակ է հարցազրույց է տվել եւ նշել, որ ինտելեկտուալ պոտենցիալը հավաքվել է հենց արտախորհրդարանական ուժերում եւ չի բացառում նաեւ, որ հնարավոր է ժամանակից շուտ ընտրություններ տեղի ունենան առաջիկայում։ Ձեր դիտարկումները հենց այս հայտարարության շուրջ։ Ես կարծում եմ ինքը այն կուսակցությունը նկատի ուներ, որը ես եմ ներկայացնում, երևի կոնգրեսի մասին էր խոսում։ Այդ որ լուսավոր մարդիկ հավաքվել են այդտեղ։ Չգիտեմ, ես չեմ տեսնում այնտեղ իր ասածների մեջ լույս։ Ես նույնպես այդ չեմ Խոսքը ժամանակից շուտ ընտրությունների մասին է։ Հնարավորության մասին։ Առայժմ այդպիսի բան չի ուրվագծվում, որքան էլ լինեն առանձին միավորներ, ովքեր մեծ ցանկություն կունենային, որպեսզի քաղաքական գործընթացները ճանապարհով ընթանային, առայժմ չի ուրվագծվում, բայց ես նորից վերադառնամ իմ այն խոսքին, որ սկզբում ասեցի, ուրեմն սահմանադրական փոփոխությունները ի վերջո երկրում շատ քաղաքական նոր գործընթացներ են ծնելու, այդ թվում նաև տեսականորեն կարող ենք ասել, որ արտահերթ խորհրդարանական, ոչ հերթական խորհրդարանական ընտրություններ կարող են կայանալ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ որ նաև ազգային ժողովի, ուրեմն կառավարության, դատական
պետական իշխանության եւ ընդհանրապես բոլոր պետական ինստիտուտների հետ կապված նոր կարգավորումներ մտնեն։ Հիմա եթե քաղաքական միավորներ կան, ովքեր ուզում են արտահերթ խորհրդանական ընտրություններ լինեն երկրում, ապա իրենք առաջի հերթին պետք է շահագրգռված լինեն նոր սահմանադրության ընդունմամբ։ Ես դա եմ զարմանում, որովհետև եթե մարդիկ հայտարարում են, բայց սահմանադրություն չեն խոսում այդ արատավոր սահմանադրության մասին, դա էլ աբսուրդ է, էլի։ Այսինքն այն հին քաղաքական պայքարն է, չէ՞, ելնենք միտինգ անենք, հանրահավաք անենք, ազատության հրապարակում ինչ որ բաներ ժողովրդին բերենք, ասենք եւ այլն, միջև իշխանափոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ այլն, այդ մենք անցել են 20 տարի։ Հիմա բայց դա չի, չէ, ասենք դրա ճանապարհն էլ չկա։ Միակ ճանապարհը, լուրջ ճանապարհը որ կա, դա իսկապես սահմանադրության, ուրեմն նոր սահմանադրության շուրջ քաղաքական միավորների համախմբումն է։ Այդտեղ կարող են ուրեմն ամեն մեկը իր տեսակետը բերի, իր տեսլականը բերի, իր նպատակները եւ այլն։ Դա շատ նորմալ է, բայց հենց այդտեղ պիտի լինի, ուրեմն այդտեղ պիտի այդ մտքերի բախումը լինի, որովհետեւ մենք հասկանանք ի վերջո ինչ պետություն ենք ուզում կառուցել։ Եվ հանրային շերտերը ընդհանրապես որքանով են ներգրավում այդ process-ում եւ մենք հանրությանն էլ քաղաքական ուժերը հանրությանը ներկայացնում են իրենց տեսլականները, փորձում են համոզել, ասել որ սա է պետական ճանապարհը, պետականաշինության ճանապարհը։ Այստեղ ես կարող եմ տեսնել։ Կարծեք հանրային ուժերը տարբեր շերտեր ունեն միևնույն պատկերացում, թե ինչպիսի իշխանություն են ուզում, այն որ իշխանափոխություն ուզում էին, այդ հարցում կոնսենսուս կար, թե իսկ ինչպիսի իշխանություն են ուզում տեսնել։ Արդյոք հանրության տարբեր շերտեր պատկերացում ունեն եւ արդյոք սրանով չէ պայմանավորված հրաժարականների այն պահանջը, որ դա եւ որքանով է դա հրահրված եւ որքանով է հասարակության կողմից իրական պահանջ դա։ Ես կուզեի ավելի կոնցեպտուալ ու այդ Ռոբերտ Քոչարյանական արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առհասարակ այդ տեքստի հետ կապված ասել հետևյալը, որ պարոն Քոչարյան, ես քննադատում եմ այսօր մեր ազգային ժողովում տեղի ունեցող վիճակը, իրավիճակը։ Ես ասեմ ավելին, ես դժգոհ եմ, որ մեր падգամավորների համար իրենց տված երթումը բոլորին չի վերաբերում, իրենց տված երթումը շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան Facebook-յան որևէ գրառու։ Ես դժգոհ եմ։ Ես դժգոհ եմ, որ այսօր մեր իշխանությունը պայքարում է կաշառակերության դեմ, բայց դեռ մենք տեսնում ենք ակնհայտ այդ նույն պարլամենտում նախարարություններում եւ այլն քավորսանիկական հարաբերություններ, որոնց պատճառով մեր պետությունը տուժում է։ Ու դրա դեմ դեռ չեմ տեսնում պայքար։ Բայց ինչպես որ յուրաքանչյուր падգամավորի լինի աչքից լույս, թե չլինի աչքից լույս, ես կպաշտպանեի ցանկացած արտաքին վտանգից Հայաստանին սպառնող։ Այդպես էլ ձեզնից, պարոն Քոչարյան, ես յուրաքանչյուր падգամավորնի ատամներով կպահեմ ու թույլ չեմ տա, որ դուք որևէ խետ հայացք նետեք նրանց կողմ։ Իմացեք ձեր տեղը։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև Այս իմ падգամավորներն են։ Լևոն Տեր-Պետրոսյանին, նշելով, որ այն ժամանակ կար նաև մեծ պահանջ եւ առհասարակ ՀՀՇ-ի ողջ վերնախավը հետապնդումների ենթարկելու, սակայն ինքը որոշեց գնալ ապագայի ճանապարհով եւ չկրվեց անցյալի հետ։ Էլ կռիվը ոնց է լինում, մենք 2007-8 ձերբակալությունները, ճնշումները, էլ չեմ ասում 9, 10, 11, 12 մինչև 2017-ի բռնաճնշումները, այն ինչ որ էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր որ կյանք կորցրեցին այդ պայքարի ընթացքում, թե մարտի 1-ին, թե հետո, ովքեր որ առողջություն կորցրեցին, թե մարտի 1-ից, թե հետո, եւ այն մարդիկ, ովքեր որ ամենաթանկ բանը ինձ համար ազատությունը կորցրեցին տարիներով, թե միջև մարտի 1-ը, թե հետո, եւ այն ճնշումները, այն բռնաճնշումը, որը որ ես ինքսին վրա եմ զգացել, թե որպես գործարար, թե որպես քաղաքականության մեջ ինչ որ ձեւով ներգրավված մարդ, այդ մի կողմից պրյանիկը, մյուս կողմից այդ մտրակը, այդ կուսի արկայությունը, որ մի կողմից քեզ գայթակղում են, իսկ մյուս կողմից քեզ տերորի են ենթարկում։ Մենք այդ տեսել ենք, բայց այդ մի կողմ ամենակարևորը 20 տարի մենք մեր պետության հետ երջանկություն բառը չենք կապել։ Դուք մեզ զրկել եք դրանից։
Այդ ամենակարևորն է, այդ պետականությանը համար ուրախանալ, ոնց որ մենք 90-ականների սկզբին էինք ուրախանում։ Մենք կորցրել էինք այդ։ Մենք այդ լույսը չէինք տեսնում ձեր փորած թունելի վերջում, որը անդադ պրոբկաներով լի է։ Պլանի գլխի թունելի մասին է խոսքը։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ ներքաղաքական վերջին իրադարձությունները քննարկեցին քաղաքագետ Սարո Սարոյանի եւ Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։ Գլխավոր իրադարձություններին շարունակեք հետեւել առաջին լրատվականի եթերում։